Սելովամի ավազանի մոտ է գնում մեր Տերը Հիսուս Քրիստոս եւ տեսնում է 38 տարվա մի անդամալույցի։ Եվ հետաքրքիր զրույց է լինում Քրիստոսի եւ անդամալույցի մեջ։ Անդամալույցն ասում է, որ Տեր, որևէ բարեկամ չունեմ, որ ինձ արագ իջեցնի ջրերի խառնվելու ժամանակ, որտեղ Տիրոջ հրեշտակն իջնում էր, ով առաջիններ մտնում բուժվում են։ Բոլորը արագ գալիս են, բուժվում են, ես մնում եմ։ Իսկ դու հավատում ես, որ կբուժվես։ Վերցրու քո մահիճը եւ գնա։ Եվ անդամալույցը վերցնում է մահիճը, բուժվում է ու գնում։ Հետո Քրիստոս նորից գտնում է նրան։ Եվ ասում է. Տես, բուժվեցիր, այլևս մի մեղանչիր, որպեսզի քեզ ավելի մեծ չարիք չգա։ Ինչ էր ուզում ասել մեր Տերը սրանով։ Ուզում էր ասել, որ այս քո անդամալությունը, այս քո պատիժը մեղքի հետևանք է։ Դու մեղքի պատճառով ես պատժվել, բայց քանի որ 38 տարի անդամալույց ես ապաշխարել ես, արդեն բուժում եմ քեզ։ Եթե դու չվերադառնաս ինձ մեղքի։ Բնականաբար ամեն տեսակի հիվանդություն դա ծրի ապաշխարություն է մարդուն։ Բայց եթե մարդը գիտակցի այդ ծրի ապաշխարություն Աստծո ողորմություն իր հանդեպ, հա, իր սրտի մտքի մեջ չչարանա Աստծո դեմ, չապստամբի, եթե խոնարհ գտնվի, ծրի ապաշխարությունը փրկվելու է անդամալույցը, կույրը, կաղը, հաշմանդամը, համրը, հա, եթե միայն Աստծո դեմ չապստամբի։ Ամեն։